Reopen Media-ն մեկնարկում է իր աշխատանքները ներկայացնելու մեր պետության եւ ժողովրդի գալիք հաջողություններն ու հաղթանակները։ Գրեթե ինչպես 107 տարի առաջ, երբ կանգնած էինք պետություն ունենալու եւ չբնաջնջվելու խնդիրների առաջ, եւ մենք գրեցինք մեր պատմության պայքարի ամենանշանավոր էջերից մի քանիսը՝ Սարդարապատում, Ղարաքիլիսայում եւ Բաշապարանում։ 1918 թվականի ապրիլից Հայաստանը Անդրկովկասյան դաշնային հանրապետության կազմում էր։ Մենք էինք վրացիները, Կովկասի թաթարները։ Վերջիններից մեկը Գերմանիայի հովանու ներքո էր, մյուսը թուրքերի։ Իսկ այդ դավադիր Սարդոստայնում մերոնք հուսալի դաշնակիցներ չէին գտնում։ Վրացիները շատ լավ գիտեին իրենց անելիքը։ Նրանք պատրաստ էին ամեն ինչ տալու, Կարսից սկսած, միայն թե իրենց մնար Բաթում ինչը եւ տեղ ունեցավ։ Բաթումի փոխարեն իրենք ազդեցին Կարսը։ Այն դեպքում, երբ Կարսը ուներ բոլոր անհրաժեշտ միջոցները, եւ զենք, եւ կռվող ուժ, բայց ասել է պետք է հասնել։ Անդրկովկասյան սեյմից դավադրությամբ Կարսը վերցնելով թուրքերն առաջ էին շարժվում։ Արաքսից արևելք հաջորդ թիրախն Ալեքսանդրապոլն էր, այնուհետև Երևանի նահանգը։ Ապրիլի 9-ին ստեղծվել էր Անդրկովկասյան անկախ պետությունը։ 10-ից 12-ի 18 թվականի ապրիլի։ Կարսը հանձնվեց ապրիլի առաջին կեսին։ Հետո հասկանալով, որ արդեն գրավել են Գյումրին, այս ընթացքից սկսած մերոնք ամբողջովին կազմակերպված են եղել։ Մենք կարող ենք ասել, որ մենք չպետք է հասնեինք այդ օրվան, չպետք է թույլ տայինք։ Բաշապարանում, Սարդարապատում ու Ղարաքիլիսայում համախմբված հայերն ու եզդիները սկսեցին պայքարը։ Մայիսի 22-ին Սարդարապատի ճակատամարտով հայրենիքի եւ Երևանի պաշտպանության համար ոտքի ելան ազգային կառույցները։ Այդ թվում ազգային եկեղեցին ու ամբողջ հայ ժողովուրդը։ Նույն թուրքերի պլանում 1918 թվականին կար մի քանի ուղղություններով արձակում։ Այդ թիրախներից մեկը Թիֆլիսի գրավումն էր, Բաքվի գրավումն էր։ Այս գրոհի մեջ նրանք փորձում էին նաև իրենց պանթուրքական պլանը իրականացնել, որքան հնարավոր է թույլ օղակից տանել։ Թույլ օղակը տվյալ դեպքում մենք էինք։ Մենք այնպես որ եթե նախապատրաստական միջոցառումներ ձեռնարկած չլինեինք, մենք 18 թվականի չէինք հաջողելու։ Մայիսի 22-ից 26-ը Սարդարապատի ճակատամարտում ջախջախիչ հարված ստանալով 15000-անոց թուրքական զորքի մնացորդները նահանջեցին Ալեքսանդրապոլ։ Մայիսի 23-ից 27-ին պարտություն կրեցին Բաշապարանում, մայիսի 24-ից 28-ին ամառ ու հերոսական դիմադրության բախվեցին Ղարաքիլիսայում։ Բոլորը հասկանում են, որ նրանց նպատակը Ալեքսանդրապոլ ջուլֆա երկաթգիծը վերցնել իրենց հսկողության տակ պահելն է։ Այսօր էլ Զանգեզուրի միջանցքի անվտանգ նրանց նպատակն իշտ է։ Ամբողջ ջուլֆայի երկաթգիծը դեպի Երևան Թավրից պահելն է։ Նրանց պլանները չեն փոխվել։ 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարեց Հայաստանի գավառների գերագույն եւ միակ իշխանությունը։ Ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Դարավոր ընդմիջումից հետո ժողովուրդը դարձյալ վերականգնեց պետականությունը։ 1918 թվականի հունիսի 4-ին Բաթումում կնքած հայ-թուրքական հաշտության պայմանագրով Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Հաղթական էջերը շարունակաբար լուսաբանելով մենք ձեզ ամեն օր ներկայացնելու ենք օբյեկտիվ եւ վերլուծական տեղեկատվություն։ Մաղթանքով եւ միտումով, որ կլուսաբանենք հաջողության եւ հաղթանակների նոր դրվագներ եւ թույլ չենք տա, որ թշնամին նորից Սարդարապատ հասնի։ Սիմոն Հովանեսյան, Վարդան Պողոսյան, Մկրտիչ Խաչատրյան, Reopen Media։